վայրկյանների անց մեր տաղավարում մի հետաքրքիր պատմության սկզբի մասին կարող եք տեղեկանալ, իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ մարտի 28-ին Նյումեկ հրատարակչությունը ներկայացնելու է արցախցի գրող Հերմինե Ավագյանի եւ ֆրանսիացի երաժիշտ, լրագրող ու փիլիսոփայության դոկտոր Ուլիզ Մանեսի համատեղ նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա։ Ստեփանակերտ, Փարիզ։ Գիրք նամականին է սա։ Գիրք ֆրանսերենից հայերեն թարգմանել է լրագրող, երգահան եւ երգչուհի Լիլիթ Բլեյանը։ Հատուկ շնորհանդեսի համար Հայաստան են ժամանել Ուլիս Մանեսը եւ ֆրանսիական Le Figaro պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանը։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր չքնաղ հյուրերի հետ, ինչու չքնաղ, որովհետև 2 օրիորդները Արցախից են եւ մեր լրագրողը, դոկտորը, երաժիշտը ինձ հաջողություն է արել, դրա համար այսպես 32 ատամոզվածած նստած եմ, ներկայացնեմ իրենց Արցախի լրագրող, գրող Հերմինե Ավագյան, ֆրանսիացի երաժիշտ, լրագրող եւ փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանես, թարգմանիչ Աննա Քոչարյան։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հաճելի է հյուրընկալել մեր տաղավարում, առավել եւս այնպես խորհրդանշում եք հայ-ֆրանսիական բարեկամությունը թերևս։ Մենք շատ ենք սիրում այս տաղավարում հյուրընկալել նաեւ հենց այս թեմատիկայով, որը իսկապես նաեւ մեզ է հետաքրքիր։ Պատմեք ինչպես է ստեղծվել գաղափարը պատմությունը եւ ինձ հուզող հարց ինչպես է գտել միմյանց, որ մի հատ էլ նամականի ստեղծվի։ Նախ շատ ուրախ ենք հրավերի համար եւ այս հաճելի ջերմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Իրականում 2024 թվականից է սկսվել այս նախաձեռնությունը եւ գաղափարը եղել է, որ Արցախից մի հեղինակ եւ Ֆրանսիայից մի գրող կամ որևէ արվեստագետ իրար նամակներ գրեն եւ արցախցի գրողը նամակների միջոցով պատմի Արցախի մասին, դա լինի գրական նամակագրության տեսքով եւ 2024 թվականի գարնանը, երբ որ արդեն փակ է դեպի Արցախ տանող ճանապարհը, ու ես ցավոք Երևանում էի ու չէի կարողանում գնալ Արցախ։ Այդ ժամանակ ինձ զանգեց մեր Արցախի նախկին մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ասաց այդ նախաձեռնության մասին, որ կա այսպիսի հայ-ֆրանսիական նախաձեռնություն եւ մենք այստեղ Արցախում որոշել ենք, որ դու ես լինելու այդ գրողը։ Իհարկե չգիտեմ ինչու իրենք այդպես որոշեցին, որ ես պետք է լինեմ, բայց այդ օրերին ինձ համար շատ ծանր ժամանակաշրջան էր, որ ես չէի կարողանում գնալ Արցախ եւ ցավեր եւ կարոտեր եւ նաեւ մեղավորություններ եւ անորոշություններ ու միանգամից ես համաձայնվեցի, ինչու որովհետեւ զգացի, որ ես շատ ուզում եմ խոսել Արցախի մասին։ Օգտակար լինելու։ Դա նաեւ ինչ որ թերապիայի նման մի բան էր, խոսել Արցախի մասին իմ միջոցով եւ նաեւ անչափ պատասխանատու բան էր։ Ու գիտեք, ես նույնիսկ չեմ հետաքրքրվել ում եմ նամակ գրում, ով է, ինչ մասնագիտություն ունի, կամ չեմ փորձել սոցցանցերով գտնել ում հետ եմ այդ նամակագրություն անեմ։ Հիմա որ մտածում եմ, երևի ուղղակի ես շատ կարիք ունեի խոսելու Արցախի մասին ու դրա համար դա երկրորդական էր եւ երբ որ առաջին նամակը գրեցինք, Ուլիսը ինձ հարցրեց մանկության մասին, որ ես պատմեմ Արցախի մասին իմ մանկությամբ ու ես գրեցի առաջին նամակը իմ մանկության մասին եւ այդպես սկսեց մեր նամակագրությունը, որը թարգմանում էր Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Հետո արդեն գրքի ամբողջական թարգմանությունը, խմբագրությունը կատարեց Լիլիթ Բլեյանը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան։ Ողջուն ենք նաև Լիլիթ Բլեյանին այո մեր եթերից։ Ու գիտեք, ավելացնեմ նաև, որ ես չեմ փորձել Արցախի մասին խոսել ցավի, լալկանության, հորետեսության։ Իհարկե, երբ որ գրեցի իմ մանկության մասին նամակը, ես մտածեցի ինչ պետք է գրեմ ֆրանսիացուն, որ ինքը իմ մանկության մասին տեղյակ լինի, որովհետև եթե գրեմ այն ինչ կա, ապա ցավը շատ կլինի դրա մեջ, ու ես որոշեցի գրել իմ մանկության երազանքների մասին, պատմել ինչ են երազում երեխաները Արցախում, ինչպես որ աշխարհի բոլոր երեխաները նրանք ուզում են ունենալ պիկնիկներ, խաղալիքներ, ուզում են, որ իրենց հայրերն ու մայրերը իրենց կողքին լինեն, ուզում են մանկապարտեզ գնալ եւ ցավոք պատերազմի պատճառով խաթարվում է այդ ամեն ինչը։ Ու ես փորձեցի այդ պայծառ երազանքների մասին պատմել Ուլիսին։
Ուլիսին մինչ այդ J'ai tout Արցախը compris. որքանով էր ծանոթ, ինչ էր Արցախը, ու ինչ բացահայտեց այդ նամակագրության ընթացքում։ Pendant l'écriture des lettres, comment vous avez exploré l'Artsakh? Qu'est-ce que vous avez compris de l'Artsakh? L'Artsakh m'est tombé dessus, je ne connaissais pas encore cette culture et cette petite république, et je l'ai découverte après le drame de 2023. Արցախի մասին ես ցավոք մինչ այդ չգիտեի, ես այդ ողբերգությունից հետո եմ Արցախի մասին տեղեկություն իմացել։ J'étais en quelque sorte déjà en retard sur l'histoire. Ես ինչ որ չափով նաև պատմությունից եմ դուրս եղել։ Je travaillais sur les petites nations d'Europe centrale et des Balkans, et un jour, un ami m'a dit « Mais tu devrais t'intéresser davantage au Caucase, Géorgie, Arménie, et encore plus à l'Artsakh. » Ես այդ ընթացքում ուսումնասիրում էի կենտրոնական Եվրոպան եւ Բալկանները եւ իմ ընկերներից մեկը ասաց, որ պետք է հետաքրքրվեմ Վրաստանով, Հայաստանով եւ առավել եւս Արցախով։ Et cet ami savait que je m'intéressais surtout aux petites cultures menacées au pied des grands empires. Եվ այդ ընկերս գիտեր, որ ես ավելի շատ հետաքրքրվում եմ այն վնասված մշակույթներով, ովքեր մեծ տերությունների զոհն են դառնում։ Et comme j'ai aussi une activité à la radio sur France Culture et que j'avais une émission sur l'Europe centrale et j'ai pris une émission sur les minorités culturelles au Moyen-Orient. Եվ քանի որ ես ունեմ հեռուստածրագիր ռադիոյով France Culture ալիքով, ես հենց այդտեղ եմ սկսել դրա մասին խոսել։ C'était une évidence que je croise un jour la route de l'Artsakh. Եվ իհարկե բացահայտում չէ, որ ես ճանապարհ ունեմ դեպի Արցախ։ J'ai donc accepté de commencer une sorte de correspondance. J'ai dit d'accord, mais trouvez-moi quelqu'un qui va pouvoir me parler de l'Artsakh. Եվ այդպեսով ես նրան խնդրեցի, որպեսզի նա գտնի ինձ համար մեկին, ով իմ համար կգտնի այդ ճանապարհը դեպի Արցախ, դեպի տանող դեպի Արցախ։ Et Herminé est tombé comme une sorte de colombe et on a commencé cette correspondance pendant plus d'un an. Եվ Հերմինեն ինձ համար ոնց որ աղավնի լիներ, ով ընկավ երկնքից եւ դարձավ ինձ ուղեկցողը դեպի Արցախ։ Ոյ, ես հեսա կողզվեմ, իրականում մեր ցավի մասին, ինչպես Հերմինեն նշում, գեղեցիկ, ավելի լուսավոր կետից նայելու, վերջո պետք է հավասարի իրավունքով մենք կարողանանք մեր պատմությունը ներկայացնել։ Ինձ հետաքրքիր է Ուլիսի համար ամենատպավորիչ կտորները, որոնք են եղել ձեր դիտանկյունից, որն է եղել ամենահուզիչ նամակը, ամենատպավորվածը, որ կտորն է եղել պատվեք։ Ինձ հետաքրքիր է, դուք գիտեք պատասխանը, չէ՞։ Դու հետաքրքիր։ Pour vous, quels morceaux sont les plus éprouvants, les plus émouvants pour vous pendant ces lettres que Hermine vous a racontées? Je pense que les lecteurs s'en rendront compte, il y a un vrai contraste entre les premières lettres où on se vouvoie évidemment et puis l'après-rencontre où non seulement on passe au tutoiement mais surtout l'Artsakh m'est devenu très familier. Հենց գրքի մեջ նամակների սկզբում մենք սկզբում իրար հետ դուքով ենք խոսում, սակայն հետո արդեն անցնում ենք դուի եւ Արցախը արդեն ինձ համար ավելի ծանոթ վայր է դառնում։ Je pourrais même dire que ce livre de correspondance a presque l'intensité d'un roman puisque il y a une évolution quasiment dramaturgique. Եվ սա դառնում է մի վեպ, որը հենց հայրենիքությամբ դառնում է մի քիչ ավելի այսպես ասած դրամայի նման, դրամայի տեսքով։ Le moment le plus émouvant pour moi, outre les poèmes d'Herminé, ça a été sans doute le moment où elle m'a écrit la lettre une fois que je suis rentré à Paris après notre rencontre. Եվ ինձ համար ամենահուզիչ պահը դա եթե հանենք Հերմինեի բանաստեղծությունները, ապա այն պահն է, երբ ես վերադառնում եմ Փարիզ եւ կարդում եմ իր գրած նամակը։ À partir de là, je me suis dit que non seulement j'avais trouvé un deuxième chez moi en Arménie, et je me suis fait la promesse qu'un jour j'irai en Artsakh. Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ Հայաստանը դարձել ինձ համար երկրորդ տուն, եւ ես անպայման ցանկանում եմ գնալ եւ տեսնել Արցախը։ Même si Herminé me l'interdira pour toujours, comme une mère extrêmement vigilante. Եվ թեկուզ Հերմինեն ինձ թույլ չի տալիս, որ ես գնամ Արցախ, ինչպես մայրն է, որ ցանկանում է իր որդուն պահել։ Նամակագրություն եկավ գրքին եւ այստեղ իրականությունը հիմա ինչքանով էր տարբեր ու իրական, նույնական, ինչքանով գրքի հետ համահունչ եղավ այդ նամակագրության հետ պատմությունը։ Իրականում բախվում ես դու այդ երկրին ու մարդկանց։
Et comment c'était le fait que vous êtes venu en Arménie et vous voyez la réalité? Est-ce qu'il y a une différence entre ce que vous avez écrit par les lettres et ce que vous voyez en réalité? Bien sûr. Et ce qui m'a frappé, c'est quand je suis venu la première fois en Arménie il y a 2 ans pour le Goncourt arménien. Եվ իհարկե կա տարբերություն 2 տարի առաջ եմ առաջին անգամ եկել Հայաստան Գոնկուր մրցույթի համար J'avais surtout découvert la culture de Yerevan et pas tellement encore ses paysages d'à côté. Եվ իհարկե ես բացահայտել եմ նախ Երևանի մշակույթը եւ մյուս շրջանների Et là, cette fois, maintenant, c'est la 2e fois que je suis en Arménie et j'ai vraiment pu découvrir autre chose puisque je viens de faire un reportage dans le Syunik. Եվ երկրորդ անգամ որ եկա Հայաստան, ես արդեն այս անգամ ավելի շատ գնում եմ Սյունիք, այնտեղ եմ ռեպորտաժ նկարում Je suis avec un ami journaliste qui est aussi à Yerevan avec moi et là on s'est intéressé à une association qui s'appelle Nous sommes nos montagnes, We are our mountains et qui travaille pour la réinsertion des artsakiotes en Arménie. Եվ ես այստեղ իմ ընկերոջ հետ եմ, ով եւս լրագրող է, եւ մենք համագործակցում ենք մի ասոցիացիայի հետ, որի անունը մենք ենք մեր սարերը, եւ այդպեսով մենք փորձում ենք տեսնել արցախցիների կյանքը ներկա իրավիճակում. Et là j'ai non seulement entendu des dialectes, la langue d'Artsakh et du Syunik d'ailleurs, j'ai découvert des initiatives, mais surtout j'ai éprouvé à la fois la mélancolie du pays perdu et l'hospitalité et la gaieté de ces gens. Եվ դրանով ես ոչ միայն բացահայտել եմ Արցախի եւ Սյունիքի բարբառը, այլև այս մարդկանց մելանխոլիան ներկա իրավիճակում, ինչպես նաեւ իրենց հյուրասիրությունը, հյուրընկալությունը եւ այդ ամբողջ ուրախությունը. Et pour finir en un mot, je voudrais dire qu'un jour un voyageur hongrois est arrivé en Arménie et il a parlé d'une idylle déchirante sous le soleil mésopotamien et donc il y a à la fois cette grande gaieté et une tristesse de fond. Եվ եզրափակելու համար ուզում եմ ասել, որ մի հունգարացի լրագրող եւս եկել էր Հայաստան եւ նա ինքնին նույնպես այս ամենի մասին, հայերի հյուրընկալության մասին խոսել էր. Մեր կողմից երախտագիտություն հայտնելով, որ այսպես հանգամանալից մեզ ներկայացնում է մեր մշակույթը, մեր պատմությունը, գրքին մի փոքր անդրադառնանք երբ թերևս դույս է վաղը կարծեք թե պետք է այսպես Սերամսովի հանրությանը կխնդրեի այդ իրադարձության մասին խոսենք ու ինչ է ձեզ համար գրքի հրատարակությունը։ Իրականում ինչպես ստացվեց, որ հենց Նյումեգը ստանձնեց գրքի հրատարակչությունը, իմ նախորդ գիրքը, որը դարձյալ Արցախիներ նվիրված եւ դարձյալ այդ շրջափակման օրերին եմ ես գրել, Նյումեգն է հրատարակել, կոչվում է Հրաժեշտի աչքերը եւ այդպես սկսեց իմ մտերմությունը, ընկերությունը Նյումեգ հրատարակչության հետ ու երբ որ նրանք իմացան այս նամականու մասին, առաջարկեցին, որ իրենք ստանձնեն գրքի հրատարակչությունը եւ շուտով գիրքը լույս կտեսնի ու մենք առիթ կունենանք դեռևս երկար խոսելու այդ գրքի նշանակության մասին, որովհետեւ սա կարևոր կամուրջ է Ստեփանակերտի ու Փարիզի միջև եւ պատահական չէ, որ նաեւ գիրքը կոչվում է Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա։ Իրականում ինչու է գիրքը այդպես կոչվում, որովհետև երբ որ արդեն 2023 թվականին ժողովուրդը Արցախից բռնի տեղահանվում էր, ես ուզում էի գրել այդ մասին ու այդ օրը ոչինչ չկարողացա գրել բացի այդ փոքրիկ բանաստեղծությունից, որը այսպես է հնչում. Այսօր նամակ ստացա դրախտից, Աստված էր, նա ասաց, որ այնտեղ արդեն ոչ ոք չկա։ Եվ երբ որ մեր գրքի խմբագիրը իմ շատ սիրելի գրող Վահագն Աթաբեկյանը կարդաց մեր նամակագրությունը, նա առաջարկեց, որ հենց դա տանենք գրքի վերնագիր, ու ես շատ մեծ սիրով համաձայնվեցի ու ասաց, որ ֆրանսերեն էլ է դա շատ լավ հնչում։ Իրականում այսպիսի արտահայտություն կա, չէ, ասում են ամենաիրական դրախտները կորսված դրախտներն են եւ ես չեմ համարում, որ մենք կորցրել ենք այդ դրախտը, կարծում եմ հնարավոր չէ դրախտը կորցնել,
ճիշտ է, այս պահին, այս ժամանակահատվածում մենք չենք կարող ֆիզիկապես վերադառնալ, ճիշտ է, մեզ վտարել են այդ դրախտից, բայց չեն կարող մեզնից խլել այդ դրախտը վերագտնելու, վերադառնալու այն մեծ, այն պայծառ փափագը, որ կա բոլորի սրտում։ Ու երբ որ ես գրում էի նամակները Ուլիսին, ես միշտ վերջում ստորագրում էի Հերմինե Ավագյան, Արցախ, Մարտունի, Աշան, իմ գյուղի անունն է, ու ես Երևանից էի գրում այդ նամակները, եւ մի անգամ նա ինձ հարցրեց, դու ինչու ես այդպես ստորագրում։ Ես ասացի, որ դրախտի հասցեները երբեք չեն փոխվում։ Ճիշտ է, մենք այսօր այնտեղ չենք, ես հնարավորություն չունեմ այնտեղ գնալու, բայց չէ որ ես այդ բոլոր մտքերը, այդ բոլոր գաղափարները գալիս են այն Հերմինեից, որը շարունակում է ապրել այն դրախտում։ Ու այդ Հերմինեն երբեք չի բռնագաղթել, երբեք չի անցել Հակարիի կամուրջը, եւ նա շարունակում է ապրել Արցախում, շարունակում է ապրել Աշանում, դա իմ ներշնչանքն է, դա իմ մուսան է, եւ երբ որ այս Հերմինեն, որ հիմա այստեղ է, ու այն Հերմինեն, որ շարունակում է մնալ դրախտում, հանդիպում են գիշերը, ծնվում են նամակներ, ծնվում են բանաստեղծություններ, գրքեր, ու այս գրքի նպատակն է պատմել այդ հավերժական դրախտի մասին։ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ եւ մեր հյուրին Ուլիսին ցանկանում այսպես գեղեցիկ զգացողություններով հարստացած մեր հյուրընկալությունից վերադառնա իր երկիր ու փոխանցի մեր հյուրընկալության ջերմության մասին։ Մենք հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ մարտի 27-ին Նյումեկ հրատարակչությունը ներկայացնելու է արցախցի գրող Հերմինե Ավագյանի եւ ֆրանսիացի երաժիշտ, լրագրող եւ փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսի համատեղ նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա, Ստեփանակերտ Փարիզ գրքի նամականին։ Ես հորդորում եմ բոլորի այդ օրը գնալ եւ վստահաբար վարակիչ էր այս հարցազրույցը եւ պատմությունը եւ եթե իմ սուզասառույց սրտին կպել է, ձեր սրտին կկպնի։ Մնացեք մեր եթերում։